Սիրելի կենարար հիմնադրամի հետևորդներ, ողջ անձնակազմով կամենում ենք ձեզ համար երջանկություն, սեր, առողջություն և հաջողություն։ Այսօր եկել եմ ևս մի փոքրիկ պատմություն պատմել մեր աշխատանքից, որը տարել ենք 2 տարի։ Մեր աշխատանքների ընթացքում մենք կազմակերպեցինք մի հետաքրքիր ծրագիր։ Առողջ Հայաստան մաքուր համայնք ծրագիրը։ Վերնագրելով այս հետաքրքիր նախադասությամբ։ Այս ծրագիրը իր մեջ ներառում է տարբեր ծրագրեր։ Այսօր ես կխոսամ ընդամենը մի ծրագրից, մաքուր համայնք ծրագրից։ Երբ առաջի անգամ այցելեցին գյուղ, որպեսզի երեխաների հետ մաքրենք գյուղը, մեզի շատ քիչ երեխաներ միացան։ Քաջ հասկանալով, որ դա հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև շատ ծնողներ իրանց համար տաղաճ էր, որ իրանց երեխաները գնան ուրիշի աղբերը հավաքելու։ Բայց մենք շատ ուրախ էինք, որ գոնե թեկուզ 10-ին չհասած թվով երեխաներ միացան մեզի Թարաթում գյուղում։ Իմացեք, Թարաթում գյուղը հրաշքանց գյուղ է, որը գտնվում է Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Մենք ծանոթացանք տարածաշրջանի վարչական ղեկավարի հետ, որը առաջի օրվանից մեր հետ միասին մասնակցեց բոլոր ծրագրերին։ Եվ ցանկացած խնդիր էինք ունենում իր հետ, ցանկացած ծրագրում միշտ հովանավորության տակ ենք հայտնվել, որի համար շնորհակալ ենք նմանատիպ վարչական ղեկավար ունենալու համար։ Շարունակենք։ Ուրեմն, երբ առաջի անգամ գնացինք ու հանդիպեցինք, առանց որ իմանանք, մենք մի սահման էինք ճշտել մաքրության համար, որ այդ սահմանը դուրս էր Թարաթում գյուղից, բայց մեր հայեցողությամբ դա սկիզբն էր Թարաթում գյուղի։ Երբ երեխաները հավաքվան ու սկսեցինք մաքրել, մաքրելու ընթացքին երեխաներից մեկը ասաց, բայց ախը գիտեք, սա մեր սահմանը չի, սա մերը չի, հարակից գյուղինն է։ Այդտեղ միայն ասեցի ոչինչ երեխաներ։ Դե հարակից գյուղին էլ կմաքրենք, քանզի դուք այս ճանապարհով եք անցնում, իրանք այս ճանապարհով չեն մտնում իրանց գյուղը, դուք եք անցնում ու տկեղ է երևում։ Ոչինչ։ Դա ոչինչ չի անի մեզի։ Ու մենք մաքրեցինք, սկիզբը մի քիչ դժվար երեխեքը մերվեցին, բայց հետո այնպես հաճույք, երջանկություն, պայքարեր, ով որտեղ մաքրի, ման էին գալի, այնտեղ աղ, ու աղ տեսնելուց ուրախանում էին, որ այդ աղբեն տեսել պիտի հավաքեն։ Ու այդպեսի հավաքեցինք ամբողջ մի հատվածը ու աղբերը կուտակեցին գյուղապետարանի դռան առջև։ Երեխաները հավաքվել էին, ուրախ էին, որ այդքան աղբեն հավաքե, բայց եւ ցավում ու հորդորում էին գյուղացիներին, որ մի թափեք։ Այդ օրը շատ քիչ երեխաներ մասնակցան, բայց դա սկիզբն էր։ Մյուս անգամ շատ երեխաներ մասնակցան, իմիջայլոց արդեն մեզ միացան նաև ծնողները։ Գյուղապետը ինքը անձամբ մասնակից էր։ Մեր հետ մասնակից էր նաև մեր հովանավորը Թարաթում գյուղի։ Ասեմ ձեզ, ունենք Թարաթում հրաշք հովանավոր, մեր հրաշք պարոն Հուսիկին, որը ինքը Թարաթումցի է ու ժամանակ առ ժամանակ այցելում եւ խրախուսում է նաեւ մեզ, որ ավելի աշխատանքներ տանենք գյուղում եւ շատ ուրախ է, որ մենք մաքրում ենք գյուղը երեխաների միջոցով։ Ասեմ ձեզ, այնքան խրախուսվեցին երեխաները այդ աշխատանքին, որ հանձնախումբ կյանքի կոչեցինք ընդհանուր առմամբ Թարաթումում մեր երեխաների միջոցով։ Ուրեմն հիմա ունենք 3 անձ, որը իրանք մեր հանձնախումբն են, այսինքն մեր ներկայացուցիչն են Թարաթումում եւ իրանք խոսում են իրանց երազանքների մասին ու դիմում են
պատկան մարմիններին, գյուղապետին եւ մեզի խրախուսում, որ այս աշխատանքները իրանք երազում են ու հնարավորին չափ կողքի խնդիրները լուծում ենք մենք եւ համայնքապետարանը եւ ինչու՞ չէ վարչական ղեկավարը ու այդպեսի երեխաները կատարում են իրանց երազանքի փուլերը։ Այսպես ասեմ ձեզի, երբ անցած տարի գարնան, երբ ձույները հալվեց, մարտի վերջին մենք թառաթումբում հավաքվեցինք եւ սկսեցինք աղբից ազատել, այդ ինչ երուզեր էր կատարվում այդտեղ։ Բոլորս միասին, մեծ ու փոքր, այնքան կային, որ բաժավել էինք խումբերի ու սիրով աշխատանք էինք տանում։ Այնքան սիրուն էր, երբ որ ամբողջ աղբերը հավաքվեց, կարևոր հատվածի, ամբողջ աղբերը հավաքվեց, նայում էինք ամենս մեր տարած աշխատանքը ու հյանը։ Դրանից հետո մենք մուտք գործեցինք մեր գյուղապետարանի դահլիճ, երեխաներից շնորհակալություն հայտնեցինք այդ օրը եւ ունեցանք նաեւ շատ հետաքրքիր ծրագիր։ Այդ ծրագրի մասին կխոսեմ հետո։ Բայց ասածս նա է, որ այս տարած աշխատանքը տվավ իր հրաշք արդյունքը։ Երեխաները խրախուսվեցին ու հանձ առեցին եւ մեր հանձնախումբի հետ, որը մեր ներկայացուցիչն է, 3 երեխաները, իրանց վրա վերցնելով, առանց մեր ներկայությամբ շաբաթօրյակներ էին ճշտում գյուղում ու անընդհատ մաքրում էին։ Ու այնպես դառավ, որ արդեն գյուղում համարյա չեն թափում։ Եվ ինչու համարյա չեն թափում, սիրելիներս, որովհետև ցանկացած մարդու երեխան աղբա հավաքում արդեն գյուղում։ Եվ ցանկացած մարդու հաճելի չի, որ երեխան աղբ հավաքի։ Եթե կան մարդիկ, որ իրանց երեխաները չեն մաքրում, այլ մյուս ծնողները, որ իրանց երեխաները մաքրում են, հանգիստ մյուսներին խրախուսում են չանեն, որովհետև այդ մաքրման աշխատանքը հենց իրանց երեխաներն են անում։ Երեխաները, որ մաքրում են գյուղը, նաև խրախուսում են ամենին, որ չթափեն։ Ու այսպեսի արդեն իսկ մեր մեծերը աղբ չեն թափում, որպեսզի երիտասարդությունը աղբ չհավաքի։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է, ու սա դառավ վարակիչ հարակից գյուղերի մեջ, ու մենք սկսեցինք տարբեր գյուղերով նման աշխատանքը կատարել։ Հիմա մենք բազմից գյուղեր մաքրել ենք։ Աղնջաձորը 2 անգամ մաքրվել է մինչև քարավանատունը, Աղնջաձորի փոքրիկ քարավանատունը։ 2 անգամ ամբողջ ճանապարհը, եւ ես այսօր խնդրում եմ այս տեսահոլովակով, աղաչում եմ բոլոր մարդկանց, որ երթևեկում են այդ հատվածով, քանզի Աղնջաձոր գյուղը ուղղակի ձգված է Եղեգիսի համայնքից դեպի Սելիմի Լեռնանսկը տանող ճանապարհի 2 եզրին։ Եվ մեծ մասամբ այդ ճանապարհի աղբերը լցվում են վարորդների եւ մեքենաների նստած մարդկանց հաշվին, ապակիներից աղբերը դուրս նետելով, բաժակը, ես ինչ եմ անում, ահավոր բաներ էլի, խնդրում ենք, մենք ձեզ բոլորից, մի արեք այդ գործը, հանուն մեր երեխաներին, այդ տարածքը մաքրում են Թառաթումբի եւ Աղնջաձորի երեխաները, աշակերտները, 8-ից 18 տարեկան երեխաներ ամբողջ այդ տարածքը տարին քանի անգամ մաքրում են։ Մի բառով աղաչում եմ, մի աղտոտեք։ Այսքանը։ Իսկ մենք նաև ունեցանք հետաքրքիր ծրագիր այս շրջանակում։ Ուրեմն Թառաթումբի երեխաները հրճված իրանց արած աշխատանքից մեր
պատասխանատուները առաջարկեցին մեզի, որ մենք challenge կազմակերպենք։ Տիկին Մարթա, ինչ կասեք։ Մենք challenge-ը կազմակերպենք մեր մյուս գյուղերում անդամ երեխաներին։ Այն ժամանակ արդեն մենք 100-ից ավել աշակերտներ ունեինք։ Տարբեր մարզերից, տարբեր գյուղերից։ Այն ժամանակ, որ երեխաները դա առաջարկեցին, մենք ընդամենը 3 մարզ էինք հաճախել եւ համարյա 7-ից 8 գյուղ։ 3 մարզերում։ Եվ երեխաները ամբողջ տարին, ամբողջ ներողություն տարվա ամառը իրակ challenge հայտարարեցին։ Թառաթումբը հայտարարեց մյուս գյուղին, մյուս գյուղը Facebook-ով հանձարավ, մաքրեց եւ challenge ուղարկեց ուրիշին։ Ու այդպեսի առանց մեր ներկայությամբ երեխաները սկսեցին մաքրել։ Մենք փորձեցինք, որ գյուղին որ կարող էինք, հնարավորություններ ստեղծել, տոպրակներով, սարքերով, որտեղ չէինք հասել, խնդրել ենք իրանք տուներից հավաքեն, ինչ-որ տոպրակներ տանեն, ասածս ինչ է, որ դառանք վարակիչ։ Ու երեխաները սկսեցին քաջալերել մեկը մեկի։ Եվ հիմա, որ գարունը բացվում է, բոլորը սպասում են։ Այսօր տարբեր մարզերից, տարբեր գյուղեր մեր աշխատանքի մասին լսելուց երեխաները գրում են ու հերթի մեջ են։ Երբ է գալու մեր հետ էլ նման ծրագիր անելու։ Մի օր աղբը մաքրելը ամոթ էր մեկի համար, իսկ հիմա մարդիկ երազում են երեխաները, որ իրանց գյուղը եւս դառնա մաքուր։ Իսկ այս աշխատանքի համար, սիրելիներս, մենք կարիք ունենք ձեր օժանդակության։ Մենք չենք կարող հասնել ամեն գյուղ, եթե դուք չօժանդակեք մեզի։ Մեր տարած աշխատանքը դուք գնահատում եք ձեր ներդնումներով։ Ես անցած իմ հոլովակից ասել եմ, մեզի կան նաև 1000 դրամ, թեկուզ նվիրատուներ։ Դա կապ չունի, ով ինչքան է նվիրատվություն անում։ Մեր մոտ չափը չի, որ գնահատվում է, արած աշխատանքն է գնահատվում։ Կարևորն է նա է, որ դուք սիրով կատարեք այն ինչը որ ուզում եք, քանզի մենք սիրով կատարում ենք մեր աշխատանքը։ Կատարում ենք հաճույքով եւ այդ հաճույքը փոխանցում ենք նաեւ վիդեոներով ձեզի։ Կտեսնեք մեր աշխատանքները հետագա ծրագրերի։ Մեր բոլոր վիդեոները պատրաստում են հենց մեր գյուղաբնակ երեխաների միջոցով։ Սա մեր աշխատանքի երաշխիքն է։ Մենք մեզ չենք ներկայացնում։ Երեխաներն են իրանց ներկայացնում։ Ուղղակի ես այսօր ներկայացնում եմ այն աշխատանքները, որ տարվել են մեր միջոցով։ Եվ արձագանքը վերադառնում է համայնքին։ Եվ տարվում է խմբական աշխատանք, համայնքապետարան, վարչական ղեկավար, աշակերտներ երիտասարդություն եւ մենք միասին հանուն հայրենիքի, հանուն հայոց սուրբ հողին ուզում ենք աղտից մաքրել մեր երկիրը։ Ու ես կարծում եմ, եթե ամբողջ Հայաստանի գյուղաբնակ երեխաները ոտքի կանգնան, մեր Հայաստանը կհռչակվի մաքուր երկրների կողքին երկիր։ Ես այդ երազանքով, ինչու՞ չէ նաև մեր հիմնադրամի անդամների երազանքն է, որ այդ կոչումին արժանանա մեր Հայաստան սուրբ աշխարհը։ Հաջողություն ձեզ։